Բարև ձեզ հարգելի լսադետողներ, ձեր սպասված Արարատյան Խոհանոցն է եթերով։ Շատ շնորհակալ եմ, որ հունկնդրում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, ես ուզում եմ միանգամից ներկայացնել իմ հյուրին, քանի որ այսօր աշխատելու ենք երկուսով եւ շատ հետաքրքիր ուտեստ ենք ներկայացնելու։ Իմ հյուրն է Բիերևան ռեստորանի ավագ խոհարար Արմեն Հարությունյանը։ Ողջույն Արմեն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ չմերժեցիր հրավերս եւ ավելի ուրախ եմ, որ մենք նոր ուտեստ ենք ներկայացնելու։ Այո։ Նոր ուտեստ, նոր համեմունքներով եւ ընդհանրապես։ Ուզում եմ, որ դու ներկայացնես ուտեստը եւ թվարկենք, թե ինչ պիտի օգտագործենք այս ուտեստը պատրաստելու համար։ Քանի որ մենք գարեջուրատուն ենք, ներկայացնում ենք գարեջուրի շատ խորտիկներ, մեր ազգն էլ գարեջուր սիրում է։ Փորձեմ ներկայացնել մի ուտեստ, որը շատ հեշտ է պատրաստվում, կարող են տնային պայմաններում պատրաստել։ Հենց նույն տղամարդիկ գարեջուրը վայելելու համար։ Ոչ միայն խեցգետին կամ ձկների, ապխտաձկների եւ այլն, փորձենք այս անգամ խոզի մատերով։ Այո։ Ոնց որ ժողովուրդն է ասում, գրմռներով, փորձենք ստանալ շատ համեղ ուտեստ։ Բայց չգրմռանք։ Բայց չգրմռանք։ Բայց չգրմռանք։ Լավ։ Բացատրենք մեր հերոսատողներին, այստեղ ունենք մենք խոզի մատերն են, ճարպը հեռացրած։ Այո, խնդրեմ, բավականին բարակ։ Ահա։ Սխտոր ենք օգտագործելու։ Սխտոր, տոմատի մածուկ, կարմիր պղպեղ, աղ, ձեթ։ Աղ, ձեթ, սխտորի մածուկ, սխտոր եւ տոմատի մածուկ։ Տոմատի մածուկ այստեղ տեսնում եմ, որ համենված է։ Այո, սխտը համենված է սխտորով եւ կարմիր, կծու կարմիր պղպեղով։ Այսինքն սա արդեն պատրաստի սոուս։ Այո։ Շատ լավ։ Շատ լավ։ Ինչ ենք անելու եւ ինչ մշակման է ենթարկվելու մատը։ Առաջի հերթին իրան համեմենք աղ եւ պեպարով։ Մեր ազգը գարեջուր սիրում է։ Էլ չենք ասում, որ մեր ազգը գարեջուր հիմնող, գարեջուր ստեղծող ազգն է։ Իհարկե, մեզ մոտ են, չէ՞, գտե առաջին տակառները, որի մեջ գարեհատիկները ապացուցվել է, որ շատ հին ժամանակ, ասեմ, որ աղը անելուց պետք չի վախենալ, եթե նույնիսկ մի քիչ աղի պատրաստվի, ինքը ավելի լավ է։ Քանի որ գարեջրի համար է։ Որ շատ գարեջուր Այո։ Աղը, կարմիր բիբարը, առայժմս քաղցր ենք օգտագործում։ Այո։ Սևով ենք կծվածնելու։ Կծվածնենք մի քիչ սև պղպեղով։ Որ խնդրեմ մի քանի հատ սխտոր կկտրատեք մանր։ Այ դրան է սպասում ես, դրան է սպասում։ Կամ սող, կամ սխտոր։ Չէ, ես չէ ուզում դες ինչ որ։ Ընդհանրապես գարեջրից խոսելիս պիտի հասկանանք, որ զովացուցիչ այնուամենայնիվ ավելի շատ զովացուցիչ ըմպելիք է, չէ՞, ոչ թե Իհարկե։ Այսպես խնջույքների, ես չգիտեմ, հարբքին, հարբուքի։ Չէ։ Զովանում ենք, հետն էլ ճաշակում Բայց եթե ճիշտը ձեզ ասեմ, գարեջուր աշնանային այս շրջանում ավելի շատ են մարդիկ հում, քան թե ամռանը։ Եթե մենք ընդունում ենք որպես զովացուցիչ, բայց աշնանն էլ։ Դե աշնանն էլ պիտի զովանանք, չէ, Արմեն ջան։ Աշնանն էլ պիտի զովանանք։ Աշխատանքից հետո մի շիշը կամ մի բակալ, մի բաժակ, մի գավաթ, մեկ գավաթ գարեջուրը սառը երբեք չի խանգարի։ Ուղղակի լիցքա թափվելու համար։ Իսկ ինչ ես կարծում, երբ պիտի գարեջրի սիրահարներն ամբողջ աշխարհով ասեն շնորհակալություն, ապրեք դուք հայեր, որ ստեղծեցիք այսպիսի զովացուցիչ հիանալի խմիչք։ Չգիտեմ ճիշտ ասեն, չէ, վերջը։ Կասեն, մի օր կասեն։ Մի օր կասեն։ Վերցնում ենք տոմատի մածուկը, որի մեջ ես ասացի սխտորը եւ կծու կարմիր պղպեղը։ Այո։ Եվ բարակ շերտով իրան անցկացնում ենք վրա։ Նկարչություն ենք անում։ Գեղանկարչություն։ Տոմատը պիտի հաղորդի թթու, համը։ Այո։ Մենք ստանանք միանգամից 3 համ։ Համ կծուն, համ թթվայնությունը, Այո։ համ էլ սխտորի արոմատ, բուրմունքը։ Սխտորի բուրմունքը, շատ լավ։ Եվ ինչպես նշեցինք, մենք ջեռոցում պիտի թխենք այս։ Այո։ Ամենից հետո այս երկու մսերը կմցնենք ջեռոց, ջեռոցի մեջ 250-ից 300 աստիճանի տակ, մոտավորապես 40 րոպե։
Քանի որ ինքը բավականին բարակ միս է իր վրա, Այո։ ոսկորները, պետք չէ որ ինքը վառվի կամ ինչ որ շատ շուտ պատրաստվում է ինքը։ Մինչև խանութից գնան գարեջուրը բերեն դնեն սառի, Այո։ մեր միսը պատրաստ Միսը կլինի։ պատրաստ է, դե Ամեր կանանց չենք չարչարի, ամեր կնստենք մի բաժակ գարեջուր կխմենք, էլի։ շատ լավ։ Խնդրեմ։ Կանացի գործողությունները վերցրեցինք մեզ վրա։ Չգիտեմ դրանից գոհ եք եկան։ Այս վիճակում դնում ենք ջերոցը։ Ջերոցում նորից կրկնենք, բարեկամներ, 250-ից 300 աշճանի տակ մոտավոր եւ մոտավորապես 40 րոպե։ ու իրականում 30 րոպեից էլ պատրաստ կլինի, բայց քանի որ մենք պիտի 4 ստանանք, մի քիչ է։ Ինքը արդեն քանի որ յուղային մաս չկա, ինքը արդեն չոր է, պետք չէ շատ Շատ լավ։ չորացնել, որ կարողանա Շատ լավ, համել փափուկ իմ ուտել։ կարծիքով լավ ուտեստ, լավ նախուտեստ ունենալու համար գարեջուր վայելելու 40 րոպե մի երկար ժամանակ չի, կսպասենք միասին։ Արմեն ջան, ժամանակը այս պարագայում նշելը շատ կարևոր է, որտեղ սովորաբար գարեջուր վայելում են ֆուտբոլից առաջ, չէ՞։ Պիտի այնպեսի հաշվարկանել, որ սկզբին մոտ արդեն եւ նախուտեստը լինի եւ լավ որակով գարեջուր, որպեսի միգուցե նաեւ դրանից ոգևորվեն մեր հավաքականի տղաները եւ ինչպես որ խաղում են լավ, ել ավելի լավ խաղան եւ ել ավելի լավ արդյունքներ ցույց տան։ Ինչ կարծեք ես։ Գիտեք ինչ մենք նախորդ պատրաստվում ենք ֆուտբոլին։ Նամանավանդ աշխարհի խաղերի ժամանակ, ճիշտ է մեր հավաքականը չէր խաղում, բայց մենք լավ պատրաստվում էինք։ Դե որ խաղար մերոնք պիտի չեմպիոն լինեին, Դե, գերմանացիների բախտը բերեց։ Այո։ Մենք լավ պատրաստվում էինք ամեն ինչով, նույն գարեջուրը, նույն այս մատերը եւ մնացած ուտեստներով, հստակ սպասում ենք խաղը սկսել։ Մեր հաճախորդները նույնպես։ Պատվերը գալիս էր, հենց ֆուտբոլը սկսում էր ժամի 9-ին, իրանք արդեն նստած էին, ամեն ինչը սեղանին սպասում էին խաղի սկզբին։ Խաղը սկսվելու պես ընդհանրապես գործը կանգնում էր։ Ոչ մի պատվեր, ոչ մի հաճախորդ, այսինքն բոլորս գանված հերոստատուսներն առաջ, հերոստատուսներն առաջ նայում էին։ Դրա համար մեզ հիշում են, որ արդեն պատրաստ է։ ուտեստը պատրաստ է։ Պատրաստ է, խնդրեմ։ Տակ չի։ Պատրաստ է արդեն։ Շատ լավ տեսք ունի, համեմունքները լավ ընդգծված երևում են։ Ինչպես ենք մատուցում։ Հիմա փորձենք։ Չկանգնեց դե։ Այստեղ տնենք։ Կամ ես կբռնեմ այսպես։ Այո, արժեր 40 րոպե սպասել։ Ուղղակի պիտի նշենք, որ խոզի միսը իր սննդային արժեքներով ես չէի ասի բնականաբար, որ ամենարժեքավոր միսն է, բայց այս տարբերակով եւ մանավանդ մենք գիտենք, որ ընդհանրապես միսը, մսի որակը ուղղակի մեր հերոստատողներին իմանալու համար պիտի նշենք, որ մսի որակը շատ մեծ կապ ունի նրա ապրած այդպես ժամանակաշրջանում նրա սնվելու, որտեղ սնվեց, որտեղ ինչ ջուր խմեց մաքուր, չէ՞։ Այո, այո, այո։ Մեր բնաշխարհի յուրաքանչյուր մթերք անհամեմատելիորեն տարբերվում է որակական։ Եվ ասեմ, որ մի փոքր նրան կծվածնում ենք։ Այն ոչ միայն պետք է լինի չոր, այլև կծու համը անպայման բիբարի պետք է զգանք մենք։ Վերջ։ Շատ Դա լավ։ պատրաստ է։ Արմեն ջան, կուզենայի, որ դու քո ցանկությունները, քո առաջարկները մեր հերոստատողներին կտրատելու, պիտի կտրատենք, հա։ Չէ, ուզում եմ մի անգամ մի կտոր կտրեինք։ Պետք է։ Մի կտոր կտրենք, տեսնենք։ Արդեն։ Վերջ։ Մեկ կտոր միս, մեկ գավաթ գարեջուր, Լավ տրամադրություն, ապահոված է։ վերջ։ Եթե ունես ցանկություն եւ խորհուրդներ մեր հերոստատողներին, դու կարող ես այդ օգտվել այդ առիթից։ Քանի որ մենք տղամարդիկ խոհանոցում շատ քիչ ժամանակ ենք անցկացնում։ Ու զուտ գործի բերումով, նույնպես ես էլ նմանապես փորձենք ինչ որ փոքր առիթների դեպքում մենք պատրաստ ենք ինչ որ մի բան, չէ՞ որ հաճույքը միայն մեր համար է, նստում ենք գարեջուր վայելելու, փորձենք մեր կանանց ազատել այդ պարտականություններից։ Խնդրեմ, միսը կա, գարեջուրն է վայելենք։ Գիտես, մի էսպիսի կիսա անեկդոտ, կիսա այդպես իրականություն կա, որ մեկը բարձրանում է, որ իմ կինը երբեք չի աշխատում։ Իմ կինը երեխա է դասիրակում, ուտեստն է պատրաստում, տներն է մաքրում, եւ ես կնոջս չեմ ծանրաբեռում, ինքը պիտի չաշխատի։
բայց իրականում տան հոգսերը ավելի շատ ժամանակ են տանում հարգելի կանայք, այո մենք մեկ կօգնենք, բայց մեկ ասելուց հետո չբանան։ Հիմա կվայելենք նաև գարեջուրը եւ չմոռանանք, այո, իհարկե, եթե մենք խոհարար ենք աշխատում մեր աշխատավայրում, կարող ենք նաև մեր տունը օգնել, ինչու՞ չէ։ Օգնելու կարգով ոչ միայն Այո, շատ դեպքերում դե մեր պատրաստած չեն հավանում կանայք։ Միգուցե իրանք չեն հավանում, բայց փորձում են գովաբանել, ես ինչ համեղել, ես ինչ լավ ստացվել, որ մյուս անգամ շահագրգռված լինես նոր բան պատրաստելու։ Չեն ուզում վախեցնել, հաստատեցնել։ Վերջ։ Շատ լավ, այս լավ գարեջուրը եւ այս լավ ուտեստը թող մեր բոլորիս սեղաններին միշտ լինի բարեկամներ։ Ուզում եմ ասել, որ այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից եւ մեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Բիերևան ռեստորանի տնօրինությանը մեր հաղորդումներին աջակցելու համար։ Ուտեստը բնականաբար նախ ուտեստ է եւ հարկավոր է մատուցել ուղղակի մինչեւ 30-ից 40 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ պահպանման ժամկետը այնքան, որքան տևում է ֆուտբոլը 90 րոպե։ Ուզում եմ, որ միշտ լինենք առողջ եւ երջանիկ, միշտ լինենք միասնական, քանի որ մեր ուժը եւ մեր հաղթանակների գրավականը հենց մեր միասնությունն է, իսկ մենք դեռ շատ ու շատ հաղթանակներ ենք գրանցելու։ Ստեսյուն բարեկամներ։ Խոզի մատներ գարեջրի համար։ Խոզի մատներ 1 կիլոգրամ, տոմատի մածուկ 5 ճաշի գդալ, սխտոր 30 գրամ, աղ, պղպեղ, բարյախորժակ։